Հայրենակիցներ, մեծ ուրախությամբ կխոսամ այսօր հայերեն։ Հաճախ չեմ ելույթներ ունենում, այս ալիքը հիմնականում ռուսերեն լեզվով է, բայց նաև աշխատում եմ հայերեն լեզվով էլ ելույթներ անցկացնեմ։ Փորձել եմ նաև անգլերեն, բայց YouTube-ը այդ ձև աշխատում է, որ մի քանի լեզվով ալիքները չի ընդունում։ Եթե արդեն հիմնական լեզուն ռուսերենն է, հենց ռուսախոս շերտին է առաջարկում ետերները, բայց հաշվի առնելով, որ մեծ տոկոսը իմ ետերները դիտողներից հայերն են և հայերեն են տիրապետում և ես աշխատում եմ հայերեն էլ խոսեմ։ Շատ իմ ետերները նվիրված են հայկական խնդիրներին, բոլորը քիչ թե շատ տեղյակ եք այդ խնդիրների վերաբերյալ, ինչի հետ են կապված, այսօր ես կուզենամ խոսամ ձեր հետ ոչ թե խնդիրների մասին, դա էլ կշարունակեմ, այլ կխոսամ այն լուծումների, այն հարցերի, որոնք կանգնած են ընդհանուր ազգի դեմ։ Ազգը այն ժողովուրդն է, որը իրան համարում է հայ։ Ես այդ ձև եմ վերաբերվում և կրոնական տարբերությունները և մնացած տարբերությունները ինձ համար նշանակություն չունեն։ Կրոնը չի որոշում մարդը հայ է, թե հայ չի։ Իրա գործարքները, իրա քայլերը, իրա ապրելակերպը դա է որոշում, ոչ էլ լեզուն։ Ճիշտ է, շատ կարևոր է հայերեն լեզուն։ Համարը մեկ կարևորություն ունի, բայց ոչ բոլորը հաշվի առնելով, որ հայերի մեծ մասը Հայաստանից դուրս է ապրում, տիրապետում է հայերենով։ Վերջի ժամանակները շատ շփումներ եմ ունեցել մեր հայրենակիցների հետ, որոնք հայերեն են խոսում, բարդ բարբառներով և խոմշեցմա բարբառով և ապրում են Արևմտյան Հայաստանում, հիմիկվա Թուրքիայում, ասեմ ձեզ, որ իսկական հայկական սիրտն է իրենց կրծքի մեջ, հայկական։ Շատերը կգան Հայաստան, հենց հայերի մասին է խոսքը, ոչ թե թուրքերի մասին, երբ կբացվեն սահմանները։ Ուզում եմ Հայաստանի բնակիչներին դիմեմ, ջերմ վերաբերվեք Արևմտյան Հայաստանի հայերին, երբ իրանք գալու են Հայաստանում ապրելու, աշխատելու, գործանելու։ Ես հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվել Արևմտյան Հայաստանից, իրանք կրոնով 95% մուսուլման են, բայց իրանք հոգով են հայ։ Դա ուզում եմ ասեմ։ Ստե ինձ գրում են, որ ես Հայաստանում չեմ ապրել, ես ապրել եմ Հայաստանում և ապրել եմ ամենածանր տարիներին։ 90-ական թվականներին ես Հայաստանում եմ եղել և կրել եմ զինվորական հագուստ, այդքան կարճ պատասխան ձեզ կտամ։ Աշխատեք չիմանալով ոչ մի բան իմ կյանքից, եզրակացություն չանել և չխոսալ իմ տեղը։ Դուք շատ բան չգիտեք, չեք էլ իմանա։ Ու շատ 90% ինչ որ ես անում եմ, ես չեմ էլ պատմելու ձեզ, որ ստացվի։ Յուրաքանչյուր հարցերը, որոնք ունեն ստրատեգիական նպատակ, իրանց մասին ետերներում չեն պատմում։ Ես միշտ եղել եմ հայ, միշտ ապրել եմ որպես հայ և այդպես էլ ապրում եմ։ Եթե ինչով եմ ես տարբերվում այն հետաքրքիր լրագրողներից և հասարակական գործիչներից,
ում դուք սիրում եք լսել։ Ես աշխատում եմ գործով, ստեղծում եմ նախագծեր, որ ստանամ արդյունքներ։ Ի տարբերության այն մեծ հետաքրքիր խոսացողներից, որոնք ոչ մի բան չեն անում, բայց առավոտից գիշեր քննադատում են Հայաստանի իշխանությունները։ Ես նույն ձևով կարամ զբաղվեմ, հաշվի առնելով, որ ինչքան ես գիտեմ քննադատելու համար, դա 1000 անգամ շատ է կամ այն մարդիկ, ում դուք լսում եք, բայց դա ոչ մի արդյունք չի բերելու։ Ես ուրիշ ձև եմ վերաբերվում խնդիրներին։ Կա իրավիճակ, կան խնդիրներ եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս։ Դու կարաս ստեղծես նախագիծ, որ լավացնես իրավիճակը, կամ չես կարա։ Խոսալ, քննադատել դատարկ ձևով, օդի հետ խաղալ, դա ոչ մի բան չի լուծում։ Հա, դուր ա գալի դիտորդներին, դուր ա գալի մարդկանցով նայում ա, հետաքրքիր է դա, բայց դա ինչ ա փոխում։ Ոչ մի բան։ Հայաստանի հայերը շատերը օրինակ դեմ են եւ պրոռուսական ընդդիմությանը եւ հիմիկվա իշխանություններին դեմ են, բայց մենակ լեզվով։ Այսքան ժամանակ չեն կարողացել մի հատ ուժ ստեղծեն, որը առաջարկի հայկական իմաստները, որը կարա հիմնի արտասահմանում ինչ-որ ուժերի ու պետությունների վրա, ոչ թե մենակ ազգը տանի դեպի դժոխք։ Դրա համար հիմա կարելի է ստեղծել ուժ, որը ոչ մի օգնություն չունենալով արտասահմանում, սկսի պայքարել ազգային շահերի համար։ Դա դժոխք կբերի ազգին։ Ամեն ինչը, մանավանդ այս վիճակում, ամեն ինչը պետք է անել շատ հավաքաշռված եւ մտածված։ Դա է իրավիճակը։ Երբ դուք հարց եք տալի ձեզ, ինչի է այդ ձև հայերի վիճակը, հայերի վիճակը այդ ձևը այսօր, որ հայերը հեռացել են եւ Աստծուց, եւ այն նպատակներից, որը հայը պիտի իրականացնի որպես Աստծո զավակ ու ստանա օգնություն, եւ հայկական իմաստներից։ Հայկական դաստիարակչություն գոյություն չունի ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում։ Հավատքը արհեստական է։ Իմաստները չկան, դրա համար հիմնական հայերի շերտը տերյակ չի, ինչա նշանակում հայկական իմաստները։ Ոչ տերյակ են հայկական պատմություններից, ոչ ապրելակերպից, ոչ գործելուց հայը ոնց է գործում։ Հա, նայում ա նկարները, նայում ա դիմագծերը Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Հակոբ Հակոբյանի, Մոնտե Մելկոնյանի ու հարց առաջանում, բայց ինչի մենք այդ ձև տարբերվում ենք եւ դիմագծերով, եւ խելքով, եւ մեր կյանքով։ Դրանով վերջանում է։ Տարբերվում եք, դրա համար ուրիշ ձև եք մեծացել, դրա համար աշխատանք է տարվել, որ այդ ձևը լինեք։ Ոչ բոլորի մասին է խոսքը, այն մարդկանց համար, որոնք հասկանում են դա եւ ցավում են դրա պատճառով։ Պետք է սովորել, պետք է միանալ իրար, պետք է ուսումնասիրել, լցվել հայկական իմաստներով։ Ես նկատում եմ, որ Հայաստանում շատ երիտասարդներ արդեն սկսել են այդպիսի աշխատանքներ։ Եվ Սփյուռքում, եւ ոչ երիտասարդներ, ինպես մարդիկ, եւ մեծ աշխատանք են տանում։ Եվ աշխատում են, որ եթե այսօր այդպիսի ծանր օրեր են Հայաստանի համար, որ վաղը հնարավորություն լինի այդ օրերը փոխելու։ Երբ ես ձեզ պատմում եմ, որ Ամերիկայի մուտքը Հայաստան լավն է, դա չի նշանակում, որ դա իմ երազանքն է, կամ դա ինձ դուր է գալի, չէ։ Հիմիկվա վիճակում, որ հայերը բերեցին հայկական նավը այսօրվանը, էսի ամենալավ որոշումն է, այս վիճակում, ոչ թե ընդհանրապես։ Եթե հայերը լինեին միացված իրար, պարզ է, ետեներով չի աշխատում, եթե
որպես մի բրունց կլնեին, այդ վաղտ ուրիշ ձև կխոսային և Հայաստանի հետ, և Հայաստանը ուրիշ ձև կխոսար ուրիշ երկրների հետ։ Իսկ հիմա կա այն, ինչ որ կա։ Եվ այդ վիճակում, երբ կա այն, ինչ որ կա, կարելի է լինել վատ վիճակում կամ շատ վատ վիճակում։ Ավելի լավ լինել վատ վիճակում կամ ավելի շատ վատ վիճակում։ Դրա համար այս վիճակում, հիմիկվա վիճակում, ինչքան շատ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտնեն Հայաստան, այդքան շատ հնարավորություն կլինի հայերի համար, այդքան շատ հայերը ժամանակ կստանան, որը կօգտագործեն հայ աշխարհը կերտելու համար կամ չեն օգտագործի։ Հիմա ես այն մարդկանցից եմ, որը մտածում է, որ հայերը պիտի պայքարեն ու հասնեն իրանց նպատակների։ Նպատակը ինչ է նշանակում։ Ստեղծել անվտանգություն մշակույթի համար, հայ ազգի համար, ինչքան հնարավոր է, որ հայերը անվտանգ լինեն եւ կարան ապրեն հիմիկվա Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այն տարածքներում, որտեղ կազմում են մեծամասնություն Հայաստանի Հանրապետությունից դուրս, որ լինեն անվտանգ։ Բայց լիարժեք անվտանգությունը հնարավոր է ստանալ միայն քո պետության մեջ։ Մինչև այդ պետությունը կա։ Ջախջախել ու ջարդել այդ մնացորդները, որը մեծ հայկից ու փոքր հայկից մնացին եւ հիմա կոչվում են Հայաստանի Հանրապետությունը, շատ հեշտ է։ Լավն է, վատն է, էտա ինչ որ կա։ Ավելի լավ վատ տուն ունենալ, առանց լավ ռեմոնտի եւ թույլ պարիսպներով ու ամրապնդել այդ տունը, կամ ընդհանրապես ոչ մի տուն չունենալ։ Դրա համար սարքելը, որ ոչ հող ունես, ոչ փող ունես, համարյա անհնարին է։ Դա է իրավիճակը։ Դրա համար ես բացատրում եմ ձեզ, ինչի մենք ստեղծում ենք գիտնական, ուսումնասիրական նախագծեր։ Ինչի ես ասում եմ, եկեք սովորեք, միացեք գիտնական նախագծերին եւ մասնակցելով օգնեք այն հայ խմբերին, որոնք աշխատում են այդ հայ աշխարհը կերտելու համար։ Դա է իմ խոսքը։ Ինչի մենք հավաքում ենք նյութեր հայերի մասին, գեոպոլիտիկայից, պատմությունից, ապրելակերպից, որ երիտասարդները կարողանան այդ նյութերը ուսումնասիրեն ու լցվեն հայկական իմաստներով։ Հայկական իմաստը դա գիտելիքներն է, դա ապրելակերպն է, որ անդրանի կծնվի, ոչ թե բոշավաճի կծնվի։ Պետք է անդրանիկի պես լցվել գիտելիքներով։ Դրա համար հայկական հանրագիտարան ենք ստեղծել, որ շատերը չեն հասկանում ինչի համար, որ շատ հասարակ լինի ու հեշտ լինի ուսումնասիրել ու սովորել եւ հասկանալ եւ նյութերը եւ իմաստները։ Դրա համար անդրանիկը կգնա իր կյանքը կտա ու կհաղթի թշնամիներին, բոշավաճիկն էլ Հայաստանը կծախի, դրա համար արյունով հայ չի եւ իմաստներով հայ չի ու ոչ մի բանի չի ասի։ Ամեն հարգանքով այդ փոքրամասնության վերաբերյալ եւ մնացած փոքրամասնությունների։ Բայց հայը, որ հաղթի, դա դուր է ձեզ գալի, դուր չի գալի, համ արյունով պիտի հայ լինի, համ իմաստներով։ Եթե արյունով հայ է, իմաստներով հայ չի, ոչ մի բան չի ստացվի։ Եթե արյունով հայ չի, իմաստներով հայ է, կիսովի է ստացվելու։ Իսկ եթե ոչ արյունով, ոչ իմաստով է հայ, ընդհանրապես ոչ մի բան չի ստացվելու։ Դա է իրավիճակը։ Դրա համար այս վիճակում բոլոր հայկական շերտերը եւ այն մարդիկ, որոնք հայ չեն, բայց իրենց համարում են հայ, պիտի վերամիանան։ Բայց ինչքան շատ հայկական սփյուռքում, հիմիկվա Հայաստանում հայանվեր հայերը կերտեն, ստեղծեն նախագծեր, որոնք շիտակ կբերեն հաջողությունների, այդքան շուտ է գալու այն լավ ապագան, որը հիմա չկա։ Եվ ես այդ պայքարի մեջ, եւ այն մարդիկ, ով ինձ հետ են, եւ ես իրանց հետ եմ, մենք չենք տենում,
ոչ մի հնարավորություն մեզ համար մեր ժամանակը ծախսելու, քննադատելու ինչ որ հայկական կազմակերպություններ, քննադատելու կառավարություն, մենք ոչ մի բանի չենք հասնի դրանով։ Այդ ժամանակը մենք նախագծերի վրա ենք ծախսում։ Մանավանդ, կոնկրետ եթե խոսանք Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, մենք քաղաքացիներ չենք, որ իրավունք չունենք մտնենք Հայաստանի Հանրապետություն ու մեջը զբաղվենք քաղաքականությամբ։ Մենք քաղաքացի չենք։ Բայց որպես հայեր մենք ամեն ինչ ուզում ենք անենք, որ հայերը եւ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանից դուրս լցվեն հայկական իմաստներով, սովորեն, հասկանան հայը ինչ է նշանակում եւ ինչ է նշանակում ոչ հայ լինելը։ Հայը եւ այն պոստսովետական տարբերակը կիսակովկոսյան, կիսա միջին արևելքային, որը դուրս է եկել սովետական տնից ու հայկական տուն չի մտել, դա շատ տարբեր բաներ է։ Ու այդ շերտը մեծը, Աստծու պարկ մեծամասնություն չի կազմում այդ շերտը Հայաստանում։ Մի 30-35%, բայց շատ ակտիվ է։ Բայց հայերի շերտը 60%-ից ավելն է Հայաստանում։ Դրա համար հույս կա։ Սփյուռքում չհաշված Ռուսաստանը, որտեղ ահավոր է վիճակը հայերի հետ, էլ է շերտը մեծ է, շատ մեծամասնություն է կազմում։ Այդ շերտը հետ ենք աշխատում։ Այդ շերտը հետ ենք աշխատում։ Եթե հայերը լցված են հայկական իմաստներով, ծնվում են Նիկոլ Դումաններ, օրինակ, հայկական հերոսներ, չէ, Արցախը այդ վաղ տվել է Նիկոլ Դումանը, որ լցված չի։ Արցախը ծնեց Ցլիկ Ամրամի հայ ազգի դավաճանների նախորդներին, որոնք հիմա նստած են Ադրբեջանի բանտերում։ Ու շատերը պայքարում են, որ իրանց ազատեն։ Հա, իրանք պիտի ազատվեն, բայց երևի պիտի ազատվեն, որ դատը լինի, բայց լինելու է այդ դատը դավաճանության համար հայ ազգը, ինձ թվում է չի լինելու։ Եվ դա կարևոր չի։ Շատ մարդիկ պիտի իրաց գնահատականը ստանան, բայց մարմին չկա, որ այս գնահատականը տա։ Հասկանում եք։ Դրա համար ես առաջարկում եմ աշխատել ու երիտասարդ հայերին կոչ եմ անում աշխատել, միանալ իրար։ Մենք օրինակ մեծ ակումբ ենք ստեղծել Patreon-ում, անվճար է դա, միացեք, գտեք, մի քիչ գլուխը աշխատացրեք, ոնց առանց ոչ մի գումար ծախսելու միանալ իրար եւ լցվել հայկական գիտալիքներով։ Դրա համար ստեղծված է հայկական հանրագիտարան։ Ձրի է, որ լավ մանգակ կգտնեք ոնց ձերի դառնալ բաժանորդ։ Իսկ այն հայերը, որոնք ունեն նաեւ եւ հնարավորություն, եւ շատ հայեր ունեն հնարավորություն, բայց ունեն հայկական սիրտ, օգնեք այն մարդկանց, որոնք ամբողջ աշխարհում տանում են աշխատանքներ։ Տենում եք, չէ՞, տարբերակ կա։ Շատ հայեր կան, իրանք չունեն հնարավորություն։ Միացեք, շատացեք։ Այս վիդեոյի բովանդակության մեջ լինք կա։ Դուք մտնում եք եւ շատերը կգրեն այնտեղ ձրի չկա, չի ստացվում, չէ, հատուկ է ստեղծված, կգտնեք վերևում աջ մասում 3 կետ կա։ Էդի ձրի բաժանորդ եք դառնում։ Շատերը չունեն փող, շատերը գտնվում են Ռուսաստանում, Հայաստանում, հնարավորություն չկա, որ օգնել այն թիմին, որը ղեկավարում են Գալուստը եւ Եհյան, հնարավորություն չունեն, $1 էլ ուղարկեն, կամ չունեն, կամ տեխնիկական հնարավորություն չկա։ Միացեք, դարեք անվճար բաժանորդ։ Վերևի մասում 3 կետ կա, սխմում եք եւ դառնում եք հայկական հանրագիտարան, Patreon, տենց սիստեմ կա, տենց ասեմ, հայերեն լեզվով այդ խոսքը մոռացել եմ, հա, այս ամերիկյան սիստեմը, այնտեղ մտնում եք եւ
մոտավորապես 8000 հոդված կա, որ դուք կարա կարդաք, ուսումնասիրեք վիդեոներ եւ հասկանաք այդ հայ իմաստը, հայ լինելը ինչ է նշանակում։ Եվ իրար հետ կարաք շփվեք եւ գրեք եւ Եհիային, եւ Գալուստին, եւ ինձ։ Մենք կկարդանք եւ մնացած մարդկանց ձեր կարծիքը որ գրում եք, դուք արդեն կփոխվեք մտքերով կմիանաք իրար, դա ասենց մեծ ակումբ է։ Միացեք։ Ով էլ եւ տեխնիկական հնարավորություն ունի, եւ ֆինանսական, եւ հայկական սիրտ, աշխատեք այդ տղաներին օգնեք։ Իրենք սաղ վաղտ ինքնաֆինանսավորման հիմունքների վրա պտտվում են աշխարհով մեկ։ Ուսումնասիրելով հայկական համայնքների իրավիճակը, խնդիրները, ինչ կարելի անել, որ հայերը վերադառնան, դուք ուզում եք, որ Հայաստանում փոփոխություններ լինեն, չեն լինի ոչ մի փոփոխություններ, եթե հայերը չվերադառնան Հայաստան։ Այն ինչ որ Հայաստանում հնարավոր է, էսի հիմիկվա իրավիճակն է։ Կամ Ամերիկան մտնում է այս վիճակում, կամ չի մտնում։ Էտա։ Ոչ մի բան չի փոխվելու ձեր մոտ։ Այն ամեն ինչ որ դուք կարողացել եք Հայաստանում արեք, արդեն 35 տարի ցույց է տվել։ Ու եթե դրսից հայերը չգան, տենց էլ կմնա։ Բայց երկու ուղի կա։ Առանց Ամերիկայի, որը 100% կործանումն է, եւ Ամերիկայի հետ, որտեղ հնարավորություն կա այսօրվա վիճակը պայել ու երկարացնել ինչ որ ժամանակ շահել ապագա սերունդների համար։ Ուրիշ հնարավորություն չկա։ Դա է իրավիճակը։ Դրա համար ես ամենամեծ իմաստը ինչի մեջ եմ գտնում։ Անհնարին է, ինչ որ 17-րդ դարում մենք ունեցել ենք, աշխարհում մենք ունեցել ենք ամենահզոր առևտրական ցանց, որը համար մեկն էր աշխարհում։ Էդի վերականգնել անհնարին է։ Դրա համար իմաստել չեմ տենում, բացի որոշ տեխնիկական եւ պահպանողական քայլերից Սփյուռքում անել։ Սփյուռքում կարելի է մենակ սպիտակ եղեռնի մեջ անհայտանալ։ Դրա համար մի հնարավորություն կա հետ գալ, բայց հետ գալ լցված հայկական իմաստներով։ Եթե հիմա պրոռուսական 3 միլիոն հայերը, իրանք 3 միլիոն չեն, շատերի մեջ մի 2 միլիոն պրոռուսական ու երևի 1 միլիոն, որոնք լցված են հայկական իմաստներով, գան Հայաստան, ինչ կլինի։ Կդառնա Ռուսաստան կկորի կետը։ Դրա համար հայերը հետ պիտի գան լցված իրանց սիրտը հայկական գիտելիքներով եւ իմաստներով։ Շատ ճիշտ է գրում, որ առանց Ամերիկայի կոչնչացնեին Հայաստան։ Ամերիկան ստիպեց Թուրքիային, Ադրբեջանին եւ հիմիկվա Հայաստանին ստեղծել այդպիսի միություն, որտեղ Հայաստանը կապրի ոչ թե կսատկի կդառնա Թուրքիայի մարզ, որը այո ուղղված է Ռուսաստանի, Չինաստանի դեմ, բայց դուք ո՞նց եք ուզում։ Կամ Չինաստանի, Ռուսաստանի հետ պիտի ելնեք, արդեն տեսել եք ինչի է բերել եւ Արցախի կործանումը, կամ Ամերիկայի հետ։ Երկու հնարավորություն կա։ Երրորդ էլ կա, առանց Ռուսաստանի ձուլվել Թուրքիայի, Ադրբեջանի հիմիկվա բարբարոսական սիստեմի մեջ։ Առանց Ամերիկայի այդ ձևը լինել է։ Դրա համար միշտ պետք է մտածել եւ հասկանալ ես ինչի մասին եմ խոսում եւ ինչ ուզում եմ ձեզ բացատրեմ։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվա տողարկման մեջ մի անգամ էլ նշեմ, միացեք հայկական հանրագիտարանին, դա դաշտն է, դա այդպիսի շփման իրար միանալ սիստեմն է, դա գիտելիքների թանգարանն է, դա անվճարը, միանգամից էլ եմ ասում, անվճարը դա, դուք կգտնեք, ոնց դա անել, ուղղակի միացեք, մի բան պետք է անել, որ միտեղ հասնել, մենակ խոսալով, քննադատելով, ոչ մի բան չանելով, կամ լավ խոսալով ու խելոք բաներ լսելով ոչ միտեղ չես հասնի։ Նույն ժամանակ 28 հոգի մարդ, ճիշտ ասած, ընդհանուր այն մարդիկ, որոնք գործունեություն են կատարում աշխարհում մեկ, ու ես իրանց ղեկավարը չեմ, ես մենակ մասնակցում եմ, իրանք մոտ 70 են, բայց այդ մարդիկ
այդ ամենը ինչ որ ես ձեզ պատմում եմ, եւ հայկական հանրագիտարանը, եւ մնացած այսպիսի ստեղծված շփման, ուսումնասիրման, սովորելու հնարավորությունները իրանք են ստեղծում եւ ոչ միայն 90% իրանց գործունեությամբ ինտերնետում չի լուսաբանվում։ Դրա համար պետք է օգնություն այդ մարդկանց, օգնություն։ Խնդրում եմ ձեզ, բոլոր այն մարդկանց, որոնք ոչ թե միայն հիանում են Անդրանիկին, որը որպես իմ նախնիները շապին հարախի սարսիա, բայց ուզում է ինչ-որ մի ձև նմանվի, օգնեք այդ մարդկանց։ Ոնց օգնել շատ հեշտ է, մտնում եք հայկական հանրագիտարան եւ ուղարկում եք իրանց դոնատ, փող կամ թուրքերեն ասած փարա, որ իրանք ավելի հզոր կարան աշխատեն։ Այդ մարդիկ իրանց հնարավորություններ են ծախսում, նույնը ես, համահայկական նպատակների համար։ Մասնակցեք, դուք էլ դարեք այդ մասը, ով ինչով կարա եւ ոնց կարա։ Դա է, այդ ամենը ինչ որ մենք ստեղծում ենք, մենք որ չենք ելնելու, դա մնալու է։ Բազմատիվ երիտասարդ հայեր են մեծանում, բազմատիվ, որոնք այդ գործը շարունակելու են։ Մեր կյանքը սահմանապակ է, բայց հայքի Աստծո ուխտը, հայի ուխտը անվերջ է։ Դուք հիմա շատերը տխուր եք հիմիկվա իրավիճակների համար, բայց ամենամեծ դժբախտությունը կատարվեց 15 թվականին։ Մենք կորցրել ենք մեր հայրենիքը եւ ազգի մեծ մասը։ Դրանց հետո ինչ որ էլ կատարվի, դա մանրուքներ է, հավատացեք։ Ու հիմիկվա վիճակից այսօր վաղը 5 տարուց հայ ազգը նորից պիտի աճի, բայց որ աճի, պիտի նմանվի մեր նախնիներին, իրանց լավ բոլոր իսկական իմաստներին, ոչ թե առաստական եւ սովետական իշխանության կողմից կամ գաղութային մտածելակերպով ստեղծված։ Գաղութային նկատի չունեմ կրիմինալ, գաղութը համայնքն է հայերեն լեզվով։ Շատերը Բեյրութի հայեր է, իրանց մտածելակերպը ունեն, դա նկատի ունեմ, Մոնրեալի իրանց ընդհանուր հայկականը պիտի լինի։ Բոլոր հայերի համար, որտեղ ապրի, Ռազդան կապրի, Գյումրի կապրի, Իստանբուլ կապրի, Մոնտեվիդեո կապրի կամ Գլենդել։ Ինչքան ստացվեց բացատրեցի, միացեք հայկական հանրագիտարանը, ով կարա օգնեք, դրա համար շատերը հայ աշխարհի համար հավերժացան։ Դուք գոնե փորձեք հավերժանակ, միանալ այդ մեծ ուխտին, այն ձևով ինչ որ դուք կարող եք, կամ ֆինանսական, կամ տարածելով այս վիդեոն, կամ մի ուրիշ ձև։ Դա է իմ խոսքը, հարգելի հայր։ Պարզ է, որ ես գիտեմ, որ շատերը այդպես էլ կանեն, ու ես հիմա խոսում եմ հայերի հետ, այն մարդկանց հետ, ովքեր կլծվի հայկական իմաստներով։ Հայախոսները շատ են, Յան ազգանունի վերջավորության մարդիկ շատ են, հայերը հիմա քիչ են։ Դա է մեր վիճակը, ծանր է։ Ու մենք հայերով պիտի հարգենք իրար ու իրար միանանք։ Ձեզ բոլորին շնորհակալ եմ, միացեք ու շարունակեք, ամեն ինչ լավ է լինելու։ Հայը հզոր ազգն է, Աստծո ազգն է, անպարտելի ազգն է։ Շնորհակալ եմ ձեզ եւ մինչեւ նոր հանդիպում, բայց պիտի այս գրածը մեկնաբանեմ։ Այ նայեք, ինչ կեղտոտ մարդիկ կան, գրում են, որ ես փող չուզեմ դիտողներից։ Հասկանում եք, չէ՞։ Ես կանի անգամ բացատրեցի, որ դա խումբն է եւ անընդհատ պատմում եմ ով է ղեկավարում այդ խմբին, ինչ մարդիկ ու ինչքան մարդ կա,
ես առնչություն չունեմ այդ հարթակի հետ, անմիջապես, ասում եմ, որ իրանց հոգնեն, ոչ թե ինձ, ու մարդիկ գտնվում են, որ այդպիսի բաներ են գրում, հայը տենց բան չի կարա գրի, նաև բացի զզվանքից այդ խոսքերը կարտալուց ես ոչ մի բան չեմ կարող ասել, սկի արժանի չեն այդպիսի մարդկանց, ցավալի է, որ Եղեռնից հետո ինչքան կեղտ կա, կոմունիստները հայ են գրվել ու այդպիսի մարդիկ մեր ազգի մեջ մտան հայի անվան տակ և շարունակել ավելի, բայց կմակրվի, լավ էր ներում ամեն ինչ։ Հատուկ ուշադրություն դարձրեցի, կարայի չկարտայի։ Շնորհակալ եմ, հարգելի հայեր, և մենք շարունակում ենք։ Հաջողություն։